Հարգելի գործընկերներ, ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստերը, ինչպես տեղյակ եք, օրակարգում ներառված էր մեկ հարց, օրակարգում ներառված է կառավարության ձևավորման հարցը, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող նախարարի թեկնածուների հարցը, կուսակցությունը լսեց եւ ընդունեց նախագահ Սարգսյանի առաջարկները միաձայն եւ գործադիր մարմնում եւ խորհրդում։ Որպեսզի չչարաշահեմ ձեր համբերությունը, ասեմ, ուրեմն Հանրապետական կուսակցությունը նախ եւ առաջ միաձայն որոշեց, որ մեր բոլոր նախարարները, որոնք որ աշխատում էին, կշարունակեն աշխատել որպես նախարարներ նույն ոլորտում եւ պատասխանատվություն կրել այդ նախարարությունների համար։ Ես անհասկանալով չասեմ, թե դուք բոլորին գիտեք, ուրեմն առողջապահության նախարարի պաշտոնում առաջադրվում է պրոֆեսոր Մխիթար Էրիասու բժշկական համալսարանի ռեկտոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ պարոն Դերենիկ Դումանյանի թեկնածությամբ։ Սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում առաջադրվում է նույն նախարարության փոխնախարար Արտեմ Մասադյանի թեկնածությունը, որը քաջատեղյակ է ոլորտում իրականացվող բարեփոխումներին, եւ երրորդը տրանսպորտի եւ կապի նախարար կառաջադրվի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը։ Չորրորդը սպորտի եւ երիտասարդության նախարարի հարցը կուսակցությունը որոշեց այնտեղ առաջադրել անկուսակցական տեխնացուի եւ կառավարության նիստի ժամանակ դուք կիմանաք ով է։ Քաղաքաշինությունը օրինաձեգիր կուսակցությունը ինքը կառաջադրի, ես Հանրապետական կուսակցության խոսնակն եմ, այլ ոչ թե օրինաձեգիր։ Հովհաննես Մարկարյանին Հովհաննես Մարկարյանը եղբայր օրինաձեգրից է, ուստեղ կանած է Իսկ Սամվել Նիկոյանին էլ նախարարական պորտֆելի հարցեր։ Սամվել Նիկոյանը կշարունակի աշխատել որպես ազգային ժողովի պատգամավոր։ Իսկ օրինակ երկրին այսօր լուրեր կային, որ եւս մեկ նախարարական պորտֆել պետք է տրամադրվի։ Ես ասեցի այն ինչ որ մենք որոշել ենք, ես նախ ուզում եմ հույս հայտնել եւ համոզվածություն հայտնել, որ մեր բոլոր տեխնացուները իրենց կարողությունները եւ իրենց ընդունակությունները կծառայեցնեն հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման, որովհետեւ մենք մտնում ենք շատ կարեւոր փուլ, մենք մտնում ենք բարեփոխումների փուլ, եւ այս իմաստով ես համոզված եմ, որ մեր երեք տեխնացուներն էլ իսկորեն իրականացնելու այն խնդիրները, որոնք դրված են նրանց վրա։ Իսկ այդ անկուսակցական ով է։ Լուրեր կային, որ նախկին ԲՀԿ-ական կամ ներկայիս ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյաններ։ Չեմ բացառում։ Այլ հարցեր կան։ Մարզպետների հարցը մենք չենք քննարկել, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, մենք երբ որ գա ժամանակը մենք մարզպետների հարցը քննարկենք։ ՕԵԿ-ը քանի պորտֆել ունեցավ վերջում։ ՕԵԿ-ի պորտֆելները մնացին 3-ը։ 3-ն մնացել ՕԵԿ-ի պորտֆելները։ Օրինաձեգիրը կշարունակի տնօրինել 3 պորտֆելներ, գյուղատնտեսության նախարարի, քաղաքաշինության նախարարի եւ արտակարգ իրավիճակների նախարարը արդեն նշանակվել է։ Այն երկուսինը դեռ չի առաջարկել։ Այո, երկուսին իրենք առաջարկեց։ ԲՀԿ-ից փոխնախարարներ։ Նման որևէ փոխնախարարի հարց չեն քննարկել, այսօր մենք քննարկել ենք այն հարցերը, որը ես ձեզ ներկայացրեցի հարգարժան գոլեգաներ։ Մեծ մարզպետները պարոն Շարհազան։ Կառավարության ծրագիրը կքննարկվի եւ ամենայն հավանականությամբ ամսի 20-ից 22-ը կգումարվի ազգային ժողովին, որտեղ մենք կլսենք կառավարության ծրագիրը։ Չենք կներկայացվի վարչապետը, կլսենք եւ կարտահայտվի պատգամավորները։ Պարոն Շարհազան, կառավարության արտահայտությունը Կառավարության արտահայտ նիստի հետ կապված պետք է դիմել կառավարության պատասխանատուներին։ Ես ինքս կուսակցության խոսնակն եմ եւ ազգային ժողովի նախագահ։ Ամսի 20-22-ին հա ազգային ժողովի։ Ասի 20-ից 22-ը, ոչ թե 20-ից 22, այլ 20-ից 22-ը կամ 20-ին, կամ 21-ին, կամ 22-ին կհրավիրվի ազգային ժողովի նիստ, որտեղ մենք կլսենք կառավարության նոր